Վարագավան գյուղի բնակիչ Մանուչարյան Գարիկ։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է գյուղացին, անձամբ ես զբաղվում եմ, ունեմ 9000 մետր խաղողի այգի, տեղորայքը ահագին թանկ, ինքնարժեքը շատ ցածր, այսինքն խաղողի գինը ցածր է, 140 դրամ արժե, իսկ դեղերը ահավոր թանկ է, այս տարվա կտրվածքի համեմատ շատ վատ է, եկամուտը Տեսեք, եկամուտը քիչ է, որ հաշում ես ծախսերը, հաշում ես այնտեղ դեղորայքա, տրակտորի գումարա, ջուրա, վարելա, արդեն որ հետո տարբերությունը հանում ես ստացած գումարդ ու ծախսածդ, մնացորդը շատ քիչ է, չես կարա դրանով նորմալ ասենք ընտանիք պահես, էլի ուզենաս պահես, շատ քիչ է։ Հիմնականում այստեղ ռկածի թելի կոչված խաղողն է, այնտեղ ունենք բանանց, ունենք ալիգոդա կոչվող ասենք տեսական մեծամասամբ ռկածի թելին։ Գոհ եմ բերքատվությունից, խաղողի մասով գոհ եմ, ու ընդհանուր ժողովուրդն գոհ, փառքասու լավ էր։ Եղանակներ էր բարենպաստ, եղած բերքներ փառքասու լավ էր, Ուղղակի ինքնարժեքը, ասենք իր գումարը էժան է։ Եթե լինի գոնե հարում, ես 9000 մետր որ մշակում եմ, մի անգամ որ դեղը փչում ենք, տրակտորով սրսկում ենք, ին վրա նստում է մոտավորապես 50-ից 60 հազար դրամ, դեղը պլյուս տրակտորի գումարը։ Դե կարանք հաշվենք տարվա մեջ միջինով 9 անգամ սրսկում ենք, 9 անգամ 50 կամ 60 հազար, այդ արդեն եկաթիվ, այդ հլը մենակ դեղորայք ու տրակտոր։ Վարելա, ջրելա, անձնակազմը, աշխատուժը, ասենք, փետրվարից կարելի ասած, ստեղ արդեն դաժե մարտկա հունվարից աշխատում է միջև խաղողակախ, որ անձնապես մի հոգու հաշվարկ անես, մոտավորապես այս արժեքով նստում է մի հոգին օրական 2000-3000 դրամ գումար։ Երկար տարիներ կնի մի 10-15 տարի, եթե ոչ ավել, փակա արդեն, սեփական մասնավոր անձի, ասենք, գործարանա, այն ժամանակ որ աշխատում էր, նախ 30, 40, 50 հոգի մարդ էր աշխատում, աշխատատեղեր։ Գումարած դրան, ասենք, պոպոկ ընդունում էր, մասուր ընդունում էր, թուս, դեղց, միրգ, ամեն տեսակ կարելի ասած, մարդիկ հավաքում էին, բերում էին, հանձնում էին, իրանց ձեռը գումար կար։ Իսկ հիմա որ փակա, արդեն ստիպված ձեռնոցի գործարան են գնում, ընդեղ էլ աշխատաժամերն է շատ, 12 ժամի աշխատանք է։ Գրաֆիկները չի համապատասխանում, մարդիկ չեն կարում հարմարվեն, բայց շատերն է ստիպված գումարի խաթր գնում են աշխատում։ Ունենք ծխախոտի գործարան ունենք, ընդեղ էլի ոչինչ աշխատում են գյուղի տարածքում այլ։ Այդ ջրագծերը կարելի է, ասենք, եթե հնարավորություն լինի փոխեն, որտեվ կարամ ասեմ մոտ մի 70-80% ավել ոչ պակաս փոխելու կարիք կա։ Շատ վատ է, ահավոր վատ վիճակ է։ Հիմա ուղղում են, հարթում են գյուղամիջյան ճանապարհները, ջուրը բացում են, եկել տենպես մի տեղից պայթեց, քշեց տարա։ Ես էլի շեշտեմ, զուտ աշխատատեղի պակասն է, ասենք, մարդիկ զուտ բարեկեցիկ կյանքի համար թողում գնում են, ով հնարավորություն ունի դուրս գալու, ժամանակին են դուրս եկել, հիմա շատ քիչ են դուրս գալի, բայց էլի դուրս եկողներ կան, էլի փակ դռները ահագին ունենք։ Աշխատատեղեր լինի, ես համոզված եմ մեծամասամբ, թեկուզ, ասենք, իմ նման երիտասարդ ընտանիքները հետ կգան, կաշխատեն։ Աշխատատեղի խնդիրը կա, այդ փակ դռների խնդիրը կա, որ գնալով էլի շատանում է։ Եթե լինի նորմալ աշխատանք, մարդիկ վարձատրվեն, հաստատ կվերադառնան շատերը։ Հիմնականը այդ տեխնիկական սորտն, ասենք, կանյակի բանկին սորտ, այդ սորտերն։ 7000 քառակուսի մետր խաղողի այգի, ոչինչ, նորմալ էր, 8 տոննա, 9 տոննա հանձնել ենք։ Այսինքն հանձնում եք։ Այո։ Երբ քանի շատ եք հանձնում։ 140 դրամ, չէ, շատ էժան է, համեմատած չարչարանքի, համեմատած, ասենք, շատ քիչ է մեզ իմանում, շատ քիչ տոկոս, 10% էլ չի մնում, սենց ասեմ։ Դե դիժանութերը շատ թանկ է, այսօր տեխնիկան աշխատացնում ես էլի թանկ է, դիզվառելիքը թանկ է, խաղողը ընդամենը 40 դրամ։ Ես պայուն աշնանացան սեզոննա չկա աշնումի, ասենք, ցորենի սերմացու, լավ սերմացու չկա։ Գյուղացին այսօր
չգիտի որտեղից սերմացու առնի, իրազեկված չի։ Որ ասենք լավ սերբերի ցանի բերք ստանա։ Ուրեմն մինչև 2007 թվից 2015 թիվ աշխատել եմ այս պահածոների գործարանում, դրանից հետո գնացել եմ արտագն աշխատանքի 7 տարի, դրանից հետո 3 տարի վարձով բնակվել եմ Երևանում, հետո այս մի 7-8 ամիսա տեղափոխվել եմ գյուղ։ Ու կցանկանայի, որ ասենք այս գործարանը աշխատի, Միրգ Բանջարեղեն գյուղի, ասենք ընդունվի, մի մոտ 30-40 աշխատատեղ կբացվի, կյանքը մի քիչ կբարելավի։ Կարելի ասած սահմանամերձ գյուղ ենք, ճիշտ է, պաշտոնական սահմանամերձ չի, բայց հայրենիքը սկսում է սահմանից, եթե սահմանում մարդ չբնակվի, հայրենիք չենք ունենա։ Դժվար տանջված ժողովուրդ են գյուղացիք։ Որովհետև այսեն չարչարվամա աշխատումա, որ իր ընտանիքը պահի։ Ուրիշ լավ գործ չկա, աշխատատեղ չկա նորմալ։ Այդ ջահել երեխեք կան քոչում են, գործ չկա, թողում են իրանց տները։ Շինարար եմ, ես շինարարական գործեր եմ անում, ասենք ասել։ Կան մարդիկ, որ զբաղվում են, բայց մի երկու ընտանիք, ասենք, էդի սաղ գյուղին չի կարա։ Էդի մեծ ֆերմալն է, մեծ չգիտեմ, մեր դնողներն են